Արցախի հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսն առգրավվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ Փաստաբանի խոսքով Շահրամանյանի մայիսի 15-ին հրավիրել են քննչական կոմիտեի հարցաքննության, որտեղ ներկայացվել է հեռախոսի առգրավման որոշումը։ Հայաստանի Հանրապետության զինվորական քննչական գլխավոր վարչության տվյալներով քննությունը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած բենզալցակայանի պայթունին։ Սակայն Երիցյանը նշել է, որ առգրավված հեռախոսը 2025 թվականի արտադրության է և դա հարցեր է առաջացնում դրա առնչության վերաբերյալ։ Փաստաբանը նաև հայտնել է, որ վերջին շաբաթներին հարյուրավոր արցախցիներ ծանոթություններ են ստացել ծառայողական բնակարանները ազատելու մասին։ Նրանց թվում են Արցախի նախկին զինկոմիսար, Արցախի նախագահի խորհրդական Ֆելիքս Կապրելյանը և Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը։ Իշխանությունները ըստ նրա պնդում են, թե բնակարանները տրամադրվել են ոչ իրավաչափ ձևով։ Նշենք, որ այս պահին Միքայել Արզումանյանը գտնվում է տնային կալանքում, իսկ Ֆելիքս Կապրելյանը Միքայել Արզումանյանի քրոջ ամուսինն է։ Երիցյանը անդրադարձել է նաև Երևանի Նաիրի Զարյան 17A հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքին, նշելով, որ շենքի սեփականազրկման գործով դատական վճիռը պետք է հրապարակվեր մայիսի 22-ին, սակայն առ այսօր վճիռը հրապարակված չէ։